Երեկվա միջադեպի հետ կապված Կոչուբաևի նախ ինչպես կորակեք սա հստակ արշավ է, որը այս անգամ սկսել է արդեն փաստաբանների դեմ։ Միանշանակ եւ ոչ միայն առհասարակ որևէ քննադատություն քշելու, բայց ինչ որ ավելի վտանգավոր է, այո, այս դեպքում թիվախը փաստաբան։ Իսկ Կոչուբաևի խոսքում հանցանք դուք տեսնում եք։ Ոչ, սուր քննադատություն։ Մենք երեք ականատես եղանք նաև առաջի օր ականատես եղանք նաև փաստաբանների գործողությունների խոչընդոտմանը, սա ինչպես կորակեք։ Տեսեք, այս առաջին անգամ չի որ խոչընդոտում են, առհասարակ ինչ են ուզում ստալ։ Պատկերացրեք հանձը ձերբակալված է, ու սպասում է, որ իր պաշտպանը գա իր շահերը ներկայացնի եւ իրավունքները ապահովի։ Եվ տենում է, որ անգամ իր պաշտպանը չի կարող ներս մտնել։ Սրանից անձիմով պատկերացնեք ինչ տպավորություն է ստեղծում, եթե իր պաշտպանը անգամ չի կարողանում գալ հասնել դիմեն, դա ինչպես կարող է իր իրավունքները պաշտպանել։ Հետևաբար սա համընդհանուր ռեպրեսիա, իրավունքների հեշտ հրաժարում, այդ դրանք է գործողությունը։ Պարոն Պողոսյան, իսկ Կոչուբաևի ձերբակալման պատճառը միայն գրառումն է եղել։ Միայն ուրիշ չկա։ Իսկ ձերբակալման հետ կապված ինչ կասեք, մենք տեսանք տեսանյութը, որտեղ ուժերը պարկեցրել էին գետին։ Այո, չափազանց դիրտ է եղել, Կոչուբաևը որևէ դիմադրություն ցույց չի տվել, ավելին ասեմ, եթե առաջարկեին ինքն իր կամքով կնստել մեքենան, ինձ թվում է ուղղակի հրահանգեր նման բիրտ ձևով ձերբակալել։ Իսկ այսօրվա արդեն որոշման հետ կապված տեսանք, որ 2 ամսով որոշում կայացվեց կալանավորման, ինչ եք պատրաստվում անել փաստաբանական թիմը։ Որոշումը դեռ չենք ստացել, բնականաբար կներկայացնենք վերաքննիչ դատարան, բայց կարծում եմ այսքանով չենք սահմանափակվի։ Հետագա երբ որ արդեն հստակ պլանավորված քայլեր կունենանք, անպայման հայտարարության